Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել, խոսելով հետվճարի միջոցով կենսաթոշակի և նպաստի բարձրացումների հնարավորությունների մասին։ Փոխել ենք հետվճարի չափը։ Հունվարի 1-ից այն կազմում է 20%, մինչև 10,000 դրամ, եւ դուք կարող եք ձեր թոշակն ու նպաստը ինքնուրույն այդքան բարձրացնել։ Պարզապես պետք է Հայաստանում գործող առևտրի կետերից առևտուրը իրականացնել անկախիկ։ Մեկ այլ ծրագիր էլ վերաբերում է 2% հետվճարին։ Եթե կենսաթոշակառուներն ու նպաստառուները իրենց քարտերը փոխարինեն արքայով, ապա հնարավորություն կունենան 20%-ի փոխարեն 22% հետվճար ստանալ։ Երևանի շտապօգնությունը նոր ավտոմեքենաներ է ձեռք բերել, սոցցանցում հայտնել է վարչապետը գիծ հրապարակել տեսանյութ։ Արարատի մարզի Մղջյան բնակավայրում փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության ծրագրով հիմնվել է 3000 մետր քառակուսի վարդի ջերմոց։ Աջակցում ենք տնտեսվարողներին, Facebook-ում, ինչպես խոստացել է խորագրի ներքո, գրել է վարչապետը։ 2024 թվականին և 2025-ի առաջին կիսամյակում մեր դպրոցներ մուտք են գործել ավելի քան 4000 նոր ուսուցիչներ։ Նրանք մարդիկ են, որոնք մինչ այդ չեն դասավանդել դպրոցներում, եւ 2025-26 ուսումնական տարվա առաջին կիսամյակի դրությամբ մեր դպրոցներում աշխատում են որպես ուսուցիչ։ Այս մասին ասուլիսին ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։